Վարդապետ Հովհաննիսյանն եմ, Հայր Խորենն եմ, որ եղել եմ Գարեգին երկրորդ կաթողիկոսի անձնական քարտուղար գավազանակիրը, բայց հանգամանքների բերումով 17 թվականից արտագաղթել եմ, Հայաստանում չեմ ապրում դժբախտաբար, բայց ամեն օր Հայաստանը սրտիս մտքիս մեջ է, Հայաստանի հոգսերով, հույզերով, հաջողություններով եմ ապրում և ուզում եմ իմ մտքերը, իմ հույզերը կիսվել ձեր հետևորդների հետ, մենք Հայաստանի Հանրապետությունը և մենք հայերս բախտորոշ մի ժամանակաշրջան ենք ապրում և կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կարելին անի, որ Հայաստանը ամուր լինի և երբեք թշնամիների արտաքին թե ներքին թշնամիներին զոհ չդառնա, բայց այսօր դժբախտաբար տեսնում եմ, որ ակտիվանում են նաև ներքին թշնամիները և ուզում են Հայաստանը ներսից ժլատել և հանձնել, դարձնել ռուսական գուբերնիա թեմ և իրենք երեքով Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Գարեգին երկրորդը այս եռագլուխ հրեշը ուզում եք կործանել մեր ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը, բայց ամեն մեկս մեր բաժինը պիտի անենք, չթողնենք իշխանությունների վրա, իշխանությունները բավարարանում են և ես այսօր որոշ բացահայտումներ եմ անելու և ուզում եմ մեր ժողովուրդը իմանա այս մասին։ Ես իմ անձնական թշնամիներին շատ անգամներ ներել եմ, բայց երբ Հայաստանն է թշնամիներ ունենում, թող Աստված ինձ ների, բայց Հայաստանի թշնամիներին դեռևս չեմ կարողացել ներել։ Ուրեմն այսօր պիտի խոսեմ ամենայն հայոց ամոթ Գարեգին երկրորդ կտրիչ Ներսիսյանի մասին որոշ բացահայտումներով և իբրև իմ խոսքի բնաբան մեկ նախադասություն պիտի ասեմ և սպասում եմ, որ ինքը քայլեր ձեռնարկի և ինձ դատի տա և իր այսպես կոչված մաքուր անունը, որ ես արատավորում եմ հիմա, դատարանում գնանք ապացուցենք, թե մեզնից ով է ճիշտ։ Ես հիմա հայտարարում հռչակում եմ, որ 1979 թվականին Գերմանիայում, երբ նա իբրև հայ հոգևորական էր, իբրև ուսանող էր օտարերկրյա, նրան Գերմանիայի իրավապահները բացահայտում են, որ KGB-ի լրտես է գործակալ և Բոն քաղաքից մի օրվա մեջ շղթաներով ձեռքերը օդանավ են նստեցնում և հանձնում ռուսներին դեպի Մոսկվա։ Սա իբրև նախաբան և եթե կարող է, թող այդքան փաստաբան ու գումար ունի, թող ինձ դատարան տանի, տեսնենք ով կարող է ինչ ապացուցել։ Անցած օրերին Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում, ինչպես գիտեք, Գերմանիայի նախագահը և տեսա մայրաթորի հաղորդագրություն, թե իբր նախագահը գնացել հանդիպել է կաթողիկոսին և այլն, բայց ես ո պատմությունը գիտեմ ինչ է եղել։ Արարողակարգի մեջ ոչ գերմանական, ոչ հայկական, Գերմանիայի նախագահի հանդիպում չկար կաթողիկոսի հետ։ Կաթողիկոս նախագահն գնում է միայն Էջմիածին, տաճարը և մայրաթորը տեսնելու։ Երբ Գարեգին կաթողիկոսը կտրիչ Ներսիսյանը մի քանի աղբյուրներից փորձում է նրան տանել իր գրասենյակ հրավիրել, բայց վերջինս մերժում է կտրականապես և կաթողիկոսը իբրև շարքային մի զբոսավար գնում է եկեղեցի, նրան բարևում, հետը նկարվում, բլա 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 և հետո հաղորդագրություն է տարածում, թե հանդիպել է նախագահի հետ։ Ամբողջ պատմությունը սա է։ Գերմանիայի իշխանությունները նրան լավ գիտեն և 20 տարի առաջ նրան մերժել է տեսնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ 2005 թվականին Ցեղասպանության 90-ամյակի տարելիցի առիթով ձեռնարկներ կար Գերմանիայում և թեմի առաջնորդը այդ օրվա Գարեգին ամենայն հայոց ամոթին հրավիրել էր, որպեսզի ինքը նախագահի և իբրև հայրապետական այց, հովվապետական այց
Գերմանիայի հայ համայնքին իր մխիթարությունը եւ մայրաթորի օրհնությունը բերի։ Ուզում եմ այստեղ նշել, պարոն Բաղդասարյան եւ ձեր հետևորդներին, որ Գերմանիայի հայոց թեմը միակ թեմն է աշխարհում, որ Գարեգինը 25 տարվա կաթողիկոս լինելով երբեք չի այցելել իր ժողովրդին։ Միայն մեկ անգամ 17 թվականին գնացել է մի քանի ժամով, մի քանի արևելյան եկեղեցիների կրոնապետերի հետ միասին Գերմանիայի գլխավոր տաճարում, որտեղ Սիրիայի պատերազմի զոհերի համար աղոթք պիտի բարձրացվեր, բայց անգամ այդ դեպքում, երբ Գերմանիա է մտնում, նա չի գնում հայոց եկեղեցի եւ հայոց առաջնորդարան։ Երբ նա դիմում է Գերմանիայի կանցլերին Անգելա Մերկելին 2005-ին, որ նրան հանդիպի, ինչպես ասացի, կանցլերը մերժում է եւ ինչպես հետո հայտնի պիտի դառնար գերմանացի հետաքննող լրագրողից, հանդիպումից առաջ կանցլերին տեղեկանք են տալիս, թե ով է ուզում քո հետ հանդիպի եւ այդ տեղեկանքի մեջ բարձվում է գրված է եղել, որ այս մարդը դեպորտի տակ է եղել իբրև լրտես Գերմանիայի 79 թվականին եւ իբրև հայ հոգեվորականի Սքեմի կեղծ Սքեմի անվան տակ եւ ուսանողի կեղծ անվան տակ լրտեսություն է արել եւ ամեն օր վազել է Մոսկվայի դեսպանատուն։ Եվ հաջորդը, որ նա եղել է նաեւ ջիգոլո, այսինքն հարուստ եւ սեռաքաղց տարեց կանանց փողի դիմաց սեռական կարիքներն է բավարարել եւ այսօր Գերմանիայում կան տարեց համայնքի անդամներ, որոնց այս պատմությունը հայտնի է, անգամ տարիներ անց, երբ arczepiskopos էր, հանդիպում է մի պատվարժան մտավորական հայ հոգևորականի, ով ուսանում էր Ավստրիայում, եւ այս arczepiskoposը կաթողիկոս դառնալուց առաջ է Գարեգինը խորհուրդ է տալիս, ասում է, եթե փողից նեղվում ես, այն ժամանակ համացանց չկար, ասում է թերթերի վերջի էջում այդ կանանց հեռախոսահամարներն են, զանգի գնա փող աշխատի, ես այդպես եմ փող աշխատել Ավստրիայում եւ Գերմանիայում։ Ահա այսպիսի անամոթ, անպատկար մեկի հետ գործ ունենք, ով տիրացել է Սուրբ Էջմիածնին, Գրիգոր Լուսավորչի գահին եւ այսօր ուզում է հեղաշրջում կազմակերպել երկրում եւ իր երկու եղբայրների հետ Սերժիկի, Ռոբիկի, Հեյդար Ալիևի երկու կոմսոմոլների հետ, պարտկոմների հետ ուզում են Հայաստանը մտցնել միութենական պետություն, բայց մենք բոլորս մեր կարելին պիտի անենք, որ նա երբեք չհաջողվի։ Անգելա Մերկելը մի ստորացուցիչ պատասխան նամակ է ուղարկում, դա կա թե Էջմիածնում, թե Գերմանիայի առաջնորդարանում։ Սա չլսված է, ինքը այդ կինը շատ լավ էր տրամադրված քրիստոնեական, ինքը քրիստոնեական դեմոկրատական կուսակցության նախագահն էր նաև Գերմանիայի եւ որևէ քրիստոնեական պետի մերժել հանդիպել, սա չտեսնված մի բան է եւ մի ստորացուցիչ պատասխան է գրում, ասում է, որ քեզ կընդունի իմ խորհրդականի քարտուղարը եւ Բունդեստագը ցույց կտա։ Սա նվաստացում էր ոչ թե միայն նրան, այլ ամբողջ մեր ազգի նվաստացումն էր, որ մենք նրան նման կաթողիկոս ունենք, սա մեր ամոթն է, մեր ազգային խայտարակությունն է, որ եթե ուրիշ մի կաթողիկոս լիներ շնորհքով իսկական հոգևորական, Անգելա Մերկելը պիտի հպարտանար, ուզենար ժամ առաջ տեսնել այդ մարդուն եւ ասեր, որ սա նաեւ Գերմանիայի հպարտությունն է, այս մարդը մեր մոտ է սովորել, մեր մոտ աշխատել, ծառայել է, բայց այս խորագետ կինը առանց դիվանագիտական ու առանց քաղաքավարական ստեթևեթանքների մերժում եւ մի կողմ է շպրտում։ Դրանից հետո Գարեգինը վախը, քունը կորցրեց եւ ընդհանրապես չեղարկեց Գերմանիա իր այցելությունը։ Կարող եք ճշտել, միակ թեմն է, որ չի այցելել 100,000-ից ավել հայություն ունենք Գերմանիայում,
բայց նա երբեք չի գնացել եւ այդ կենսագրության մեջ իր այսօր գրված է, որ իբր ինքը ուսանել է Վիեննայի եւ Բոնի համալսարանում։ Այդ մասին միայն ինքը գիտի եւ իր կենսագրություն գրողը, ոչ մեկ վկայական, ոչ մեկ փաստաթուղթ, անգամ ոչ մի սեմեստրի, որ ներկա է գտնվել, շպիոն է եղել KGB-ի եւ ջիգոլո փողոցներում։ Անգամ գերմաներեն լեզվի իմացության վկայական չունի այս մարդը, ուր մնաց չեն խոսում որևէ մասնագիտություն ձեռք բերել, իսկ եթե ավելի ետ գնանք, նա չունի ճեմարանի ավարտական դիպլոմ, ոչ ոք չի տեսել եւ չունի վարդապետական տեխնացուական պաշտպանած իր թեզը։ Եթե Լուբյանկա 2 հասցեում տերը ունես, ինչ վարդապետական, ինչ դիսերտացիա։ Ուզում եմ նշել, որ Արամ առաջին կաթողիկոսը, որը Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսն է, Գերմանիայում չունի Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսությունը թեմ կամ համայնք, բայց Արամ կաթողիկոսը Անտիլիասից, Լիբանանից հաճախ եւ անվախ գնում է Գերմանիա եւ նրանք գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները հարգալից դիմավորում, մեծարանքով ճանապարհում եւ ընդունում են։ Իսկ ինչու Գարեգին կաթողիկոսը չի գնում, նորից չի փորձում։ Ահա, այստեղ է թաղված շանգլուխը, նա վախենում է, որ գերմանացի իրավապահները այդ իր թղթածրարները, դոսիեները ջրիերես պիտի դուրս բերեն։ Հատկապես վերջերս Շվեյցարիան բացահայտեց Կիրիլ Պատրիարքի գործակալ լինելը KGB-ի եւ հրապարակեցին, այդ նույն վախը նրա մեջ է հիմա, բայց նաեւ երկրորդ պատճառ կա, նա խուսափում է հայ համայնքի այն ներկայացուցիչներից, ովքեր մոտիկից ծանոթ են իր գործունեությանը խայտարակ եւ գիտեն թե ով է եղել նա այնտեղ։ Դժբախտաբար սա է մեր իրականությունը եւ այսպիսի պիղծ մեկը զավթել է Սուրբ Գրիգոր Լուսավոր Չիկահը եւ համարձակվում է Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում անել, որպեսզի Հեյդար Ալիևի Բաքվից ուղարկված 2 կոմսոմոլները նահանգապետ դառնան, ինքն էլ թեմակալ առաջնորդ։ 50 տարի ծառայել է Հյուսիսի կարմիր սատանաներին, բայց վերջին շրջանում նրա կյանքը բարդացավ, նա այս ամենը սիրահոժար չի անում, այս հեղաշրջում եւ այլն փորձերը, նա պարտադրված է, եթե ես այսպիսի ինֆորմացիաներ ունեմ իր մասին, դուք պատկերացնում եք Լուբյանկա 2-ում ինչեր կան իր մասին։ Նրա կյանքը շրջադարձային փոխվեց, բարդացավ, երբ Հայաստանի թշնամի Ադրբեջանը դաշնակից դարձավ Ռուսաստանին եւ փաստորեն Մոսկվան եւ Բաքուն ընդդեմ Արցախի եւ ընդդեմ Հայաստանի համախոհ են։ Հիմա Գարեգինը փաստորեն պիտի աշխատի ոչ միայն հանուն Մոսկվայի Լուբլյանկա 2-ի, այլ նաեւ ընդդեմ Հայաստանի, որը անում է արդեն քանի տարի։ Շատ է խոսվում, թե Շուշին Արցախը ով հանձնեց։ Հիմա ես փոքր մի ուսումնասիրություն արեցի, գուցե սա նաև հաղորդում է հանցագործության մասին։ Մի քանի թվեր ասեմ, խնդրում եմ աչալուրջ հետևեք, շատ կարևոր են։ Ուրեմն Վազգեն կաթողիկոսը 1989 թվականին սրբատար կոնդակով հաստատում է Արցախի հայոց թեմը, կենտրոն ունենալով Շուշվա Ղազանչեցված եկեղեցին։ Սա չլսված բան է, որ մի կաթողիկոսի սրբատար կոնդակը հաջորդ կաթողիկոսը արհամարի եւ ոտնակող անի։
բայց Գարեգինը արել է, ոտնակոխ է արել Վազգեն առաջինի սրբատար կոնդակը եւ քարորյա պատերազմից հետո թեմի առաջնորդանիստը կենտրոնը Ստեփանակերտ է տեղափոխել Շուշիից։ Սա նշանակում է, որ Գարեգինը իմացել է, որ Շուշին պիտի հանձնվի արդեն, դրա համար ոտնակոխ է արել Վազգեն վեհապարի սրբատար կոնդակը։ Կոնդակը այնպիսի կարևոր նշանակություն ունի մեզ համար, մեր եկեղեցու համար, որ երբ կոնդակը եկեղեցի է բերում, ամբողջ դասը ոտքի է կանգնում, աղոթքով, շարականներով խորան է բարձրացվում եւ այնքան կարևոր է, որ անգամ անունը սրբատար կոնդակ ենք տվել եւ այս անաստվածը Վազգեն վեհապարի սրբատար կոնդակը ոտի տակ է գցել, անարգել եւ Շուշիից առաջնորդարանը տեղափոխել Ստեփանակերտ, քանի որ գիտեր, որ պիտի դյուրացնի Մոսկվայի Բաքվի համար Շուշիի գրավումը եւ հանձնումը։ Հիմա մի քանի թվեր կասեմ ձեզ, թույլ տվեք կարդամ, որ ճշգրիտ լինեմ։ Նա ուղղակի մասնագից է Արցախի հայաթափմանը, մեղսագից է Բաքվին եւ Մոսկվային։ Հիմա 4 տվյալներ եմ տալիս, թող պատկան մարմինները ինձ լսեն, խնդրում եմ եւ հետեւություն անեն։ Ուրեմն նա 22 թվականի նոյեմբերի 4-ին Պուտինի հրամանագիրով շքանշան է ստանում։ Դրանից մեկ ամիս անց 22 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակումը սկսվում էր։ Շքանշանը ստանում է, որ 100%-անոց համագործակցի Բաքվի եւ Մոսկվայի հետ եւ ծպտուն չհանի։ Հիմա տեսեք հաջորդ քայլը ինչ է անում։ 23 թվականի ապրիլին արդեն բլոկադա էր, ժողովուրդը կիսասոված, մեր հայրենակիցները Արցախում։ Պարտադրում է, որ Արցախի թեմի առաջնորդ Վրդանես Սրբազանը լքի Արցախը եւ գա Հայաստան։ Բլոկադա 23 թիվ ապրիլ ամիս Սրբազանը դիմադրում է երկար, ասում է, այս վիճակում ժողովրդից ոնց թողնեմ գամ, իբր ինչ որ ժողովի պատրվագով ասում է, հիմա ես FSB-ով քեզ բերել կտամ, հետո էլ հետ կտանեմ։ Սրբազանին համոզում է, FSB-ն նրան բերում է Հայաստան եւ երբեք հետ չի անում։ Երբեք Ղարաբաղ չի կարողանում վերադառնալ եւ հիմա շատ ղարաբաղցիներ, մեր հայրենակիցներ հայհոյում են Վրդանես Սրբազանին եւ նրա փոխարաշնորհ Սահակ Վարդապետին Արցախը բլոկադայի ժամանակ լքելու համար, բայց ժողովուրդը չգիտի, որ Սրբազանը եւ Հայր Սահակը գրեթե առևանգվել են, նրանք չեն պարտադրել են նրանց կաթողիկոսը, իսկ Վրդանես Սրբազանից հետո մայիս ամսին, մեկ ամիս անց պարտադրում է փոխարաջնորդ Հայր Սահակին, որ նա եւս լքի Արցախը եւ գա։ Այս Հայր Սուրբը եւս դիմադրում է, ասում է, որ ես ժողովրդին ինչպես թողնեմ գամ։ Նորից այնքան են զանգում, պարտադրում կաթողիկոսի գրասենյակից, որ ստիպված վերադառնում է։ Գալիս է Հայաստան, FSB-ն նրան բերում է Հայաստան, բայց ինչպես Վրդանես Սրբազանի պարագայում էր, FSB-ն նրանց երբեք Արցախ հետ չի տանում։ Եվ Արցախի մեր շատ հայրենակիցներ կարծում են, այս մեր երկու լավ հոգևորականները իրենց կամքով են լքել Արցախը բլոկադայի օրերին։ Եվ Արցախի փոխարաշնորդին տեսեք ուր է տանում։ Ժողովուրդը, մանուկները, մեր Արցախի հայրենակիցները, ովքեր կարիք ունեին օգնության, հոգևոր մխիթարության եւ ամեն տեսակ օժանդակության, նրան բերում եւ ուղարկում է Տավուշ հեղաշրջման նախնական փորձարկումներին, որպեսզի այնտեղ ներկա լինի եւ մասնակից լինի։ Այդ օրերին բոլոր աբեղա վարդապետներին կաթողիկոս Գարեգինը ուղարկում է Տավուշ հեղափոխական Գանդիի մոտ, որպեսզի Գանդին թունավորի ընդդեմ Հայաստանի
եւ ընդդեմ Փաշինյանի։ Նրանք Գարեգինը եւ իր շրջապատը գիտեին, որ շուտով դատարկվելու է եւ պատրաստվում էին Հայաստանում հեղաշրջում եւ իշխանազավթման։ Նա ուղղակի մասնակից է, մեղսագից է Արցախի հայաթափմանը, պատկերացնում եք ինչ է արել, գլխատել է Արցախի եկեղեցին, Վրթանես Սրբազանը եւ Հայր Սահակը, սրանք նվիրյալ արցախցի հոգևորականներ են, արցունքը աչքերին են Արցախը թողել, բայց սա պարտադրել է, օրով ամսով ասեցի, եթե հետաքրքրվողները կարող են հետևել, սա դաժան, դառը ճշմարտություն է, նա գլխատել է Արցախը, որ հանկարծ Սրբազանը եւ Վարդապետը չկազմակերպեն ժողովրդին, անգամ եթե պիտի դուրս գա ժողովուրդը, ժողովրդին անգլուխ է թողել, որպեսզի այդ պայթունները լինեն, դժգոհություններ լինեն, որ կատաղած ժողովուրդը ցավը սրտում լցվի եւ իշխանափոխություն անի իրենց համար։ Սա է արել Գարեգինը, նա մասնակցել է Արցախի հայաթափմանը, գլխատել, ուղղակի առևանգել է Արցախի առաջնորդին եւ փոխարաջնորդին, խաբելով բերել Երևան, ասել է, որ հետ կուղարկեմ FSB-ով, բայց 2-3 ամիս խնդրել եմ, ոչ մի FSB նրանց Արցախ չի տարել այլևս։ Սա է մեր կաթողիկոսը, սա է մեր դժբախտությունը, սա է մեր ամենայն հայոց ամոթը, այլևս լռել հնարավոր չէ, եւ այս անիրավը փոխանակ ձայնը կտրի մի անկյուն մտնի, դեռ հանդգնում է հեղաշրջում անել երկրում եւ մեր սիրասուն ու միակ մեր վերջին հողակտորը Հայաստանի Հանրապետությունը դարձնել ռուսական գուբերնիա։ Պատերազմից հետո բոլորդ հիշում եք Վլադիմիր Պուտինը 2 անգամ կամերաների առջև ասաց, որ Արցախը եւ շրջակա շրջանները Ադրբեջան են եւ վերջ։ Ձայն չհանեց։ Շոյգուն պաշտպանության նախարարը ասեց, որ Թուրքիայի հետ փայլուն օպերացիա արեցին Ղարաբաղում։ Դարձյալ ոչ մի ձայն չհանեց այս անիրավը։ Ռուսական զորախմբի հրամանատարը, երբ դուրս էին գալիս Արցախից, շնորհակալություն հայտնեց եւ ասաց Ադրբեջանի հետ փայլուն համագործակցեցինք։ Դարձյալ ոչ մի ծպտուն հայոց հայրապետից, մեղք է սրան հայրապետ ասել։ Եվ այս ամենի կուլմինացիան, երբ տեղի ունեցավ բռնատեղահանումը Արցախի մեր քույրերի եւ եղբայրների, Բաքվում Մոսկվայի դեսպանը ասաց, որ Ադրբեջանը Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն է իրականացրել։ Այսինքն սա դեսպանատան վարորդը կամ խոհարարը չէր, դեսպանն է, որը իր մայրաքաղաքի պաշտոնական կարծիքն է հայտնում եւ դարձյալ այս կաթողիկոս կոչվածը ում հոտին տնավեր էին արել, բնավեր էին արել, ծպտուն չհանեց եւ շքանշանը հպարտ կրծքին Պուտինից ստացած դեռ իր կրծքին է։ Մի բան էլ ավել, քանի օր առաջ էլ եղբորը տվեցին, որ ակտիվացնեն հեղաշրջում անողներին։ Ադրբեջանը զենքի 67%-ը, ինչպես գիտեք, Ռուսաստանից եւ Բելարուսիայից էր գնել եւ մեր զավակները, մեր եղբայրները զոհվել են ռուսական զենքից եւ մեր կաթողիկոս կոչված ամենայն հայոց ամոթը այդ ռուսական շքանշանն է իր կրծքին կրում, առանց ընդվզելու, առանց բողոքելու։ Ես ուզում եմ հիշել Վարդգես Սուրենյանցի մի գործը,
Ղրիմյան հայրիկ նկարը, որտեղ պատկերված է Ղրիմյան հայրիկը, թե ինչպես նամակը ոտքի տակ է շպրտում։ Մեզ այսօր Ղրիմյան հայրիկ կաթողիկոսը պետք 25 տարի է մեր ժողովուրդը, մեր եկեղեցին որբ է, Գարեգինը ուզուրպատոր է և բռնազավթել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը, երբ Նիկոլայ II ցարի պատգամաբերը Նակաշիձեն բերում է հրամանը, որ հայկական դպրոցները, կալվածները բոլորը փակվում են և խլվում են ցարի կողմից, հայ եկեղեցու կալվածքները 1903-ին Ղրիմյան հայրիկը այդ ալեզարդ ծերունին քաջաբար այդ հրամանը ոտքի տակ նետելով անիծում է, ասում է թող կործանվի այս աստվածընդեմ ու բանտածվար կայսրությունը։ Մեզ այսօր այդպիսի կաթողիկոս է պետք, որ Կրեմլից ստացած, Լուբյանկա երկուսից ստացած այդ շքանշանը վերցնի և շպրտի Հայաստանի կործանումը ուզող այդ Կրեմլի և Բաքվի ուժերի դեմ, բայց ցավոք նա այդ քաջությունը չունի, նա նրանց գործակալն է, նրանց հետ է աշխատում և միասին են այս ամենը անում։ Տեսեք ինչպես է հրճվել Գյումրիում կոմունիստների հաղթանակից Գարեգինը, իր ներկայացուցիչը ուղղակի հրճվանքի մեջ է։ Ես ձեզ ասեմ, որ հայ եկեղեցում ես մի առիթով իրեն գրել եմ, որ նվիրապետությունը դուք ստրկատիրություն եք դարձրել և որևէ եպիսկոպոս ոչ միայն իրավունք չունի կարծիք ունենալու, այլ առավել ևս կարծիք հայտնելու, այդ փողոցային եպիսկոպոսներ կան հիմա, որ ինչ-որ ասում խոսում են, սա իրենցը չէ, սա իրենք ուղղակի հրաման են կատարում։ Այսօրվա եպիսկոպոսները վերջի 25 տարում նա եպիսկոպոսների հանգամանքը այնքան է ցածրացրել, որ գավառական տիրացուի հանգամանքի է հավասարեցրել, ուղղակի մոմ հաշվողներ են։ Եթե որևէ մեկը խոսում է, ես ներսից եմ ձեզ ասում, բացառվում է, որ անկախ Գարեգինի կարծիք հայտնեն, Գարեգինի բառերով ասեմ, եթե մեկը իր կարծիքին հակառակ կարծիք հայտնի, Գարեգինի բառերով ասած ողնաշարը կջարդի, երբեք չի թողի դա անելու։ Եվ այս Գյումրու ալիքը, որը ես համարում եմ, որ Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը փաստորեն շանս ունի Գյումրիում իշխանությունը վերցնելու, քանի որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կոմսոմոլ են դարձել Ադրբեջանում և Հեյդար Ալիևի պարտկոմներն են, և եթե նրանց թեկնածուն վերցնում է Գյումրիի առաջի դեմք է դառնում, փաստորեն Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունն է հաղթում, և Գարեգինը սրանով հրճվում, որ կոմունիստները իշխանությունը վերցնում են Գյումրիում, այն կոմունիստների համար է հրճվում, ովքեր կործանեցին, խորտակեցին մեր առաջին հանրապետությունը 18-20 թվականի, այն կոմունիստների համար է հրճվում, որոնք սպանեցին Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին, այն կոմունիստների համար է հրճվում Գարեգինը, ովքեր սպանեցին Գարեգին Նժդեհին։ Սա է Գարեգինի իրական կերպարը, նրա դեմքը։ Եվ ցավոք հիմա այս Գյումրու ոգևորությունից, կոմունիստական ալիքից արբած, կարծեք թե ուզում է իր երկու պարտկոմ եղբայրների Սերժիկի Ռոբիկի հետ նաև Ղարաբաղցիներին, արցախցի մեր քույրեր եղբայրներին խրձրությունների մեջ բերել և դուրս անել Հայաստան պետության դեմ և ցնցումներ առաջացնել։ Սիրելի արցախցիներ, դուք սիրահորժար գնացիք, դարձաք ռուսական պրոքսի,
Հայաստանը ոչ Նորվեգիա է, ոչ Շվեյցարիա է։ Մի քիչ համեստ եղեք, խնդրում եմ։ Ինչպես կարելի է պահանջել, գոնե խնդրեք, ումից եք պահանջում, Նիկոլ Փաշինյանից։ Ես մի բարեկամուհի ունեմ, ում ամուսինը նահատակվեց Արցախում, նա 2 որբ է պահում հիմա։ Դուք եթե պահանջում եք Երևանի կենտրոնում տուն եւ դրամ, դուք Փաշինյանից չեք պահանջում, այդ իմ բարեկամից եք պահանջում, ով 2 որբ է պահում, որի ամուսինը զոհվել է Արցախում։ Ուղղակի խնդրում եմ, մի հետևեք Սարգսյանական, Քոչարյանական, Գարեգինական, հակապետական այդ բանդային։ Եվ վերջապես Հայաստանի Հանրապետությունը Արցախին տվել է ավելի շատ, քան իր բոլոր 10 մարզերին միասին վերցված, սիրելի արցախցիներ, ձեր ցավը հասկանում ենք, կիսում ենք, բայց դուք սիրահոժարտ դարձաք ռուսական պրոքսի, չտեսնված բան էր, որ 2014 թվականին Ղրիմի անեքսիայից հետո դուք Ստեփանակերտում զուռնա դհոլով քեֆ էիք անում, ուրախանում էիք, շնորհավորում էիք Ռուսիային, որ Ղրիմը բռնազավթել է։ Այս ձեր տոնախմբությունը Բաքուն շատ հմտորեն օգտագործեց արևմտյան աշխարհում եւ ասաց, որ սրանք ռուսական պրոքսի են եւ 16 թվականին քարորյա պատերազմը տեղի ունեցավ եւ որովհետեւ արևմտյան աշխարհին համոզեց, որ դուք ռուսական պրոքսի եք, սիրելի արցախցիներ, այս ծիրից դուրս եկեք, եթե ուզում եք ապրել, բարգավաճել, ինչքան կարելի է սպասիբա Ռոսիա ասելով կործանվել, կորցնել ու կորցնել։ Եվ վերջապես 2022 թվականին Արցախի ազգային ժողովը ապրիլի 14-ին բոլոր 4 խմբակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետին զրկել են Արցախի կարգավիճակի հարցով բանակցություններ վարելու իրավունքից։ Դուք տեղյակ եք այս ամենից, ձեր ազգային ժողովին բողոքել եք, եթե չեք բողոքել, ուրեմն համաձայն եք, եթե համաձայն եք Փաշինյանից ինչ եք ուզում, Հայաստանից ինչ եք ուզում, եկել եք, բարի եք եկել, մեր գլխի վրա եք եկել, բայց ես էլ եմ գաղթական, իմ նախապապերին Հայաստանից գաղթեցրել է Շահ Աբասը դեպի Պարսկաստան։ 1946-ին պապերս ներգաղթեցին Հայաստան Պարսկաստանից, բայց ես 2017-ին նորից գաղթական դառա, չդիմանալով կրիմինալ դիկտատորայի 20-ամյա այդ վակխանալիային։ Դուք ընդամենը 120,000 եք, բայց Սերժի եւ Ռոբիկի 20-ամյա կրիմինալ դիկտատուրայի տարիներին, սիրելի արցախցիներ, Հայաստանից արտագաղթել է 635,000 մարդ։ Դուք 120,000 եք, բայց Սերժի եւ Ռոբերտի օրոք 635,000 հայաստանցի է արտագաղթել, որոնցից մեկը ես եմ, Հայաստանի կարոտը, սերը, սրտումս, հոմսիկ, տարապում եմ ուղղակի ես առանց Հայաստան ապրելու։ Հիմա ինչ, ես գամ ումից Երևանի կենտրոնում տուն ուզեմ, ումից 50,000 դրամ պահանջեմ։ Ճիշտ է, որ պիտի ձեր խնդիրներին լուծում տա իշխանությունը, բայց խնդրում եմ այդ աստիճանի պահանջատեր մի եղեք, խնդրեք եւ մի թողեք ձեզ օգտագործեն, սիրելի արցախցիներ։ Հա, ես ուզում եմ իմ վերջին կոչով դիմել Գարեգինին, 2 նախադասությամբ, ուզում եմ իմ հորդորը խորհուրդը տամ իրեն։ Դուք դավաճանեցիք Աստծուն, դավաճանեցիք Հայաստանին, դավաճանեցիք մեր եկեղեցուն։
նաև դավաճանել եք ձեր կենսաբանական զավակներին։ Ձեզ ապաշխարելու կոչ չեմ ուղղում, որովհետև դուք ձեր ընտանիքի, ձեր գյուղի եպիսկոպոսները այդ բառից կխնդակ իմ վրա, ինչ ապաշխարել կասեք, արա այս ինչ է խոսում։ Ես ձեզ հորդորում եմ, թողեք, ազատագրեք Սուրբ Էջմիածինը, գնացեք, միացեք ձեր զավակներին։ Ապօրինի զավակներ չկան, կան ապօրինի ծնողներ։ Դուք ապօրինի ծնող եք վեհապար, գնացեք այդ առիթը շանսը տվեք ձեր կենսաբանական զավակներին և արդեն թոռներին, թող նրանք գան ձեզ գրկեն, համբուրեն, այդ հաճույքը, բերկրանքը, ազգի հայրապետք չեղաք, ձախողեցիք ամբողջությամբ, գոնե ձեր կենսաբանական զավակներին առիթ տվեք, որ ձեզ մարդկանց մեջ պապա ասեն, թոռները պապի գոռան, գոնե ձեր կյանքի վերջի մայրամուտում այս ազնվությունը ունեցեք, գնացեք գոնե ազնիվ հայրիկ և պապիկ եղեք ձեր կենսաբանական զավակներին։ Մեր երկիրը այսօր, ես կարծում եմ, իմ համոզմունքն է, այնքան հզոր չէ, որ կարողանա այդ հզոր կայսրության հովանավորներին դատի տալ կամ պատասխանատվության կանչել։ Ամեն ինչ իշխանության վրա չեն կարող թողնել։ Հայաստանի ղեկավարը Փաշինյանը չի կարող հակադրվել աշխարհի ամենահզոր երկրներից մեկի ղեկավարին։ Պետք է աշխատանքային հարաբերություններ ունենա։ Դուք պատկերացնում եք, Պուտինը Երևանում ընդունում է Քոչարյանի կնոջը, ինչ մեսեջ է տալիս Հայաստանի իշխանություններին։ Հայաստանի իշխանությունները պիտի հանուն Հայաստանի շահի ընդառաջ գնան եւ այս վերջի 2.5-3 տարում շատ մեծ գործ են արել, օրինակ Զվարթնոցից ռուսների դուրս բերում, ամեն Մոսկվա գնալուց մի նվեր է բերում Փաշինյանը, մեր երկրի ինքնիշխանությունը բարձրացնում է, մյուս վերջի գնալուց բերեց այս Պարսկաստանի սահմանի անցակետը մեր, որ 200 տարվա ստատուս քվո էր, դա Փաշինյանը կոտրեց իշահ Հայաստանի, Գյուլիստանի պայմանագրից հետո սա ռուս-պարսկական սահման էր, Փաշինյանը դարձրեց հայ-իրանական սահման։ Ես իմ միակ հույսը, որ եպիսկոպոսները, եթե համախմբվեն եւ իշխանություններից որոշ դրական սիգնալներ այդ պարագայում ինչ որ բան պիտի լիներ, բայց նորից եմ ասում, այդպիսի հզոր ՄԱԿ-ի 5 անդամ հզոր տերություններից մեկի ղեկավարի շքանշանակիրն է ինքը եւ եղբայրը, ուղղակի ամեն առիթով մեսեջներ է ուղարկում, որ իմն է։ Մեր ինքնիշխանությունը Հայաստանի Հանրապետության 20 տարի այնքան են նսեմացրել, ռուսի ոտքի տակ դրել Քոչարյանն ու Սարգսյանը, որ այսօր կաթիլ վերականգնվում է, բայց նաև դեռ բավարար ուժ չունենք, ինչպես որ հոկտեմբեր 27-ը չի կարող բացահայտվել այս առաջիկայում, այս օրերին, այնպես էլ այս երեքը վայելում են ուղղակի Հյուսիսի հովանավորչությունը, բայց դժբախտաբար ներսից որևէ բան հնարավոր չէ, ուղղակի գլխատել է բոլորին, ուղղակի քայլող խլյակներ են մեծ մասը, կեր, արփ եւ ուրախ հարմարվել են, 1-2 սրբազան կային, որ խոսում էին, երկուսը դժբախտաբար վաղամերիկ եղան, Պորսո Մեսրոպ Մութաֆյան պատրիարքներ եւ Սեպուր Սրբազանը, Գուգարաս թեմի առաջնորդը, ուրիշ մեկին չեմ տեսնում, որ կարողանա հաց բարձրացնի եւ բոլորը կամակատար եւ կատարածու են եւ եթե չլսեն ուղղակի հացից աշխատավարձից կկտրի Գարեգինը, ուղղակի ստալինյան մեթոդներ են իր մոտ